Բարով ձեզ։ Երեխան դուք եք, չէ՞ բերե։ Հա։ Արզումայնյան փողոցից, չէ՞։ Ոնց է վիճակը, բայց։ Հա։ Նորացիներ, չէ՞։ Տականք են էլի, տականք։ Օգոստոսի 10-ն է, մոտ 30 րոպե առաջ Երևանի 103 շտաբօգնության բժիշկների թիվ 25 խումբը Աջափնակ վարչական շրջանի Արզումայնյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են իմ տեղեկություններով ահազանգով են մեկնել շտաբօգնության բժիշկները բավականին արագ հասել են նշված հասցե, որտեղ հայտնաբերել են նորածին երեխայի, աղջիկ երեխայի։ Բժիշկները հիմա շտաբօգնության այս խումբն է, որ մինչև նշված վայր Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատուն տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել։ Բժիշկ, ո՞նց է վիճակը հիմա երեխու։ Գնահատում է բավարար, հիմա գտնվում է նեոնատոլոգների ուսումնասիրության տակ, հուսով եմ լավ կլինի։ Ձերը Երևանի 103 Այո, 25 ենթակայանի 25 Ճշտում ասեմ Երևանի շտաբօգնությունն է, էլի։ Հիմա արդեն բերել եք Արմենիայի այստեղ ծննդատուն, հիմա արդեն ծննդատանը բժիշկների հսկողության տակ, մանկաբույժեր, նեոնատոլոգների հսկողության։ Աղջիկ երեխա է եղել, որ մասում եք հայտնաբերեք ներ։ Հալաբյան 13 շենքի մոտ։ Հալաբյան 13, թե Արզումայնյանով որ մտնում ես Հալաբյան։ Հասցեն Հալաբյան 13։ Հա, Հալաբյան 13 շենքի բակային հատվածում։ Հիմա արդեն կարելի ասել երեխան ապահով ձեռքերում է։ Բնականաբար։ Առաջին հերթին տեղի բնակիչների, հետո Երևանի 103 շտաբօգնության բժիշկների թիվ 25 խմբի եւ Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատան աշխատակիցների։ Մնում է իրավապաները հայտնաբերեն այդ ծնողին, ով նման անմարկային քայլ է դիմել, իմ տեղեկություններով դեպքի մասին արդեն տեղեկացվել են Հայաստանի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում եւ արդեն Հալաբյան փողոց դեպքի վայր, որտեղ որ երեխան հայտնաբերվել է, այդտեղ են մեկնել բաժնի պետ Դավիթ Ավագյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։ Էլի նման դեպք եղել էր ձեր պրակտիկայում։ Սա առաջի դեպքն է։ Առաջին դեպքն է։ Սա առաջի դեպքն է։ Բայց լավ է շուտ եք հասել։ Շուտ հասել ենք, օգնությունը ցուցաբերել ենք, պորտալները կապել ենք, շնչուղիները ստուգել ենք, կենսական ցուցանիշները ստուգել ենք երեխայի, գտնվել է բավարար վիճակում, տեղափոխել ենք ծննդատուն։ Ծննդատուն։ Հանձնել ենք նեոնատոլոգներին, մանկաբույժ։ Շնորհակալություն։ Ասկորն լավ արագ հասել է, մալադեց, մալադեց։ Աստված հետները ժողովուրդ ջան։ Այսինքն ոչ թե Արմենիա բժշկական կենտրոնի ծննդատունն է, այլ պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտ, հենց այդ է, էլի։ Կարող է երեխան անվտանգ ժամանակին հասել եք, ժողովուրդ ջան։ Ապրեն բժիշկները։ Քույրը ուրա, քույրն էլ ապրի։ Քույրն էլ ապրի։ Բարև ձեզ։ Ոնց է երեխեն հիմա վիճակը ոնց է։ Բարև ժողովուրդ ջան։ Ոնց է երեխեն հիմա։ Բայց հիմա ոնց է երեխեն։ Այս պայն գտնվում ենք
Աչափնակ վարչական շրջանի ժողովրդին ավելի շատ հայտնի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ կինոլոգիայի հանրապետական ինստիտուտ, ավելի շատ հայտնի Արմենիա ծննդատուն, որտեղ առաջին հերթին շնորհիվ այն քաղաքացիների, ովքեր մոտ 1 ժամ առաջ Հալաբյան Արզումանյան փողոցների խաչմերուկում ավելի կոնկրետ արդեն ճշտվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբի կողմից Հալաբյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել էին նորածին աղջիկ երեխա եւ ահազանգել էին հիվանդանոց օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 25 խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություններ ցուցաբերել նորածին երեխային, ապա տեղափոխել նշված հանրապետական ինստիտուտ։ Այստեղ էլ արդեն բժիշկները ցուցաբերելով հավատարիմ լինելով Հիպոկրատի երդմանը հրաշք գործեցին իմ տեղեկություններով երեխայի կյանքին այս պահին վտանգ չի սպառն, սակայն մի քանի օր երեխան պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Այս պահին արդեն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Դավիթ Ավագյանի բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ արդեն աշխատանքներ են իրականացնում ճշտելու երեխայի մոր ինքնությունը, նրա բնակության վայրը։ Երեխային լավ է որ ժամանակին են քաղաքացիները տեսել աղջիկ հրաշք նորածին վայ պարոն Սևակ ջան mən որ ասում էիր աշխարհին մանկան մաքրություն է պետք քանզի աշխարհին մաքրություն է պետք այո մեծն Սևակը ճիշտ էր ասում որ աշխարհին մանկան մաքրություն է պետք ժողովուրդ ջան տեսեք քույրերը Այն որ կենասմահու պայքար են տանում երեխայի կյանքը փրկելու համար ու վստահ եմ, որ Աստծո զորությամբ բժիշկների միջամտությամբ երեխայի նորածին աղջնակի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Տեսեք բժիշկները հրաշքին փրկում են։ Տեսեք Երեխային ուղեկցել են համայնքային ոստիկանները Մաշտոցի բաժնի Բաղարգուն ժողովուրդ ջան, բայց այդտեղ ա եղել թե ընդ է։ Երեխուն տեսա։ Հա, այստեղ են, Շեշտի հետը։ հա։ Քաղաքացիներն են, չէ՞ նկատի։ Հա։ Հենա առաջինը դուք եք նկատե, օգնել եք, հետո շտաբօգնություն եք զանգե, չէ՞։
Հա։ Ես եմ ահազանգ տվել շտաբօգնություն։ Հա։ Շտաբօգնությունը օպերատիվ եկավ, չէ։ Այո։ Սա կոչվում է Հալաբյան 13 շենքի։ Հա։ Հենց ստեղ չէ։ Հարազատ ստեղ եք, չէ։ Այ ճիշտ եմ եք է։ Հալաբյան 13 շենքի, այսպես ասած, բակային հատվածում ենք, որը ծառայում է որպես զբոսայգի։ Ահա, քաղաքացին հենց ինքն է առաջինը նկատել նորացին երեխային, ինքն է օգնություն սկսել ցուցաբերել, ապա զանգահարել է շտաբօգնություն, երբ նկատեցիք կներես։ 8:40-ի կողմերը։ Նկատեցիք երեխային 40 ահազանգը տվել եմ շտաբօգնություն, էլի։ Հա, օպերատիվ եկան շտաբօգնությունը, հետո բժիշկները օգնություն Շտաբօգնությունը տարավ արդեն հիվանդանոց։ Հա։ Որ հատածում այստեղ, չէ, հենց այստեղ է։ Այս վայրում է քաղաքացին նկատել երեխային, ապա զանգահարել է շտաբօգնություն եւ բավականին օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային օգնություն են ցուցաբերել եւ տեղափոխել Արմենիա ծննդատուն։ Այնտեղ էլ արդեն բժիշկներն են իրենց հրաշքը գործել, այս պայն էլ արդեն տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Աչափնագ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Էդգար Բալոյանի եւ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Շնորհակալություն քաղաքացուն, քաղաքացիներին, շտաբօգնության բժիշկներին, ես որ ասում եմ վերջին տարիներին Երևանի 103 շտաբօգնությունը նույնպես բավականին օպերատիվ շատ լավ աշխատում, սա էլ հենց դրա ապացույցն է։ Եվ շնորհակալություն ծննդատանը, ժողովրդին ավելի շատ հայտնի Աբրամյան Ռազմիկի ծննդատանը, այնտեղ էլ բժիշկները իրոք հրաշք գործեցին, երեխան, ես ինքս երեխային տեսա կապտած, սառած, փառք Աստծու, Աբրամյան Ռազմիկի ծննդատան աշխատակիցները բուժանձնակազմը կարողացավ երեխայի կյանքը փրկել ու հիմա ոստիկաններն ու քննիչները պարզում են ծնողի ինքնությունը։ Հա, հայց չէ, հետի։ Բալոյանը գնաց հիվանդանոց, հա, պետը, քննչականի պետը։ Հա, քննչականի պետը Բալոյանը գնաց Արմենիա ծննդատուն, իսկ ստեղ հիմա դեպքի վայրում քննչականի պետի տեղակալն է, Երանոսյան Նարեկն է, հենհայնը եւ քննիչը։
Հմ։